مردم ما از همون نخستین ساعات شنیدن خبر شهادت رهبر عالی ما در خیابان‌ها حاضر شدند و عزاداری پرداختند و با آرمان‌های انقلاب اسلامی ایران بار دیگر همراهی کردند. Ցանկանում եմ նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդը շարունակում է ամուր ոգով շարունակում է պայքարել Իրանի ազգային նպատակների եւ ձգտումների համար եւ Իրանի ժողովուրդը առաջին իսկ րոպեներից, երբ որ իմացան հոգեվոր առաջնորդի նահատակության մասին, դուրս եկան փողոցներ եւ սգո արարողություն սկսեցին. Բաշ. Առաջնորդների խորհուրդը. Այո, պահապանների խորհուրդը, չէ, առաջնորդների խորհուրդը. چند کلام هم در مورد اتفاقاتی که افتاده و واکنش جمهوری اسلامی ایران که این تجاوز وحشیانه عرض می‌کنه. Մի քանի բանել ցանկանում եմ ներկայացնել ձեզ խոսել տեղի ունեցած իրադարձության, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանի եւ արձագանքի մասին. علاوه بر شهادت رهبر معظم ما و شماری از فرماندهان نظامی ما متجاوزین در اقدام بیشرمانه و وحشیانه برخی از اماکن عمومی و اماکن غیر نظامی رو در واقع آماج اهداف خودشون قرار دادن که اتفاق بسیار تأثربار و شنیع بمباران مدرسه دخترانه در شهر میناب در جنوب ایران انجام شد و ما داغدار تا امروز 153 کودک دانش آموز دختر هستیم، جنایتی که لکه ننگی بر دامان بشریت است. Ցանկանում եմ նշել, որ բացի այն, որ այս հարձակման արդյունքում զոհվեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը եւ մի քանի հրամանատարներ, այս ագրեսիա եւ այս անպարկեշտ քայլի հետևանքով վնասվեցին եւ մեծ կորուստներ ունեցան, տեղի ունեցան նաեւ քաղաքացիական բնակչության, ինչպես նաեւ հանրային վայրերի շրջանում եւ այս ամենի մեջ հատկապես առանձնանում է Մինաբի օրիորդաց դպրոցի վրա հարձակում, ինչի արդյունքում 153 աղջիկ աշակերտներ զոհվել են եւ սա կարող եմ ասել մի անջնջելի եւ շատ ամոթալի ոչ մի արդարացում չունեցող հետք է պատմության մեջ. Այս անմեղ երեխաները, որոնք անմեղ հրեշտակների պես ենթարկվեցին նմանօրինակ արդարացում չունեցող հարձակմանը եւ մեր ամբողջ ժողովուրդը այս պահին զգում է այս դառը իրադարձության վիշտը. البته بیش از 170 نفر جمعاً دانش آموز و معلم از زمان آغاز تجاوز به کشور ما کشته شدند. Այս պահի դրությամբ ավելի քան 170 հոգի, որոնց թվում են թե աշակերտներ, թե նաև ուսուցիչների շրջանում կորուստներ են արկա այս ագրեսիայի առաջին օրերից սկսած. حدود 555 نفر از شهروندان ما از آغاز این تجاوز تا به امروز اینها شهید شدند. Եվ ավելի քան 555 հոգի այս ագրեսիայի առաջին օրվանից սկսած մինչև այժմ զոհվել են այս հարձակման արդյունքում. ما از قبل از شروع این تجاوز با توجه به نشانه‌هایی که از تجهیز نظامی امریکا در منطقه داشتیم هشدار داده بودیم که هر گونه تجاوز به حاکمیت ملی و تمامیت ارضی جمهوری اسلامی ایران با پاسخ قاطع و همه‌جانبه مواجه خواهد شد. Քանի որ այս հարձակման նշանները արդեն իսկ նկատվում էին տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժի տեղաշարժերով, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ցանկացած հարձակում եւ ցանկացած վտանգ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնիշխանության դեմ ստանալու է համապատասխան ուժեղ հակահարված. و گفته بودیم هر گونه امکانات پایگاه‌هایی که در کمک به تجاوز به امریکا هم از کار شناسایی، کار راداری، کار تهاجمی مورد استفاده تجاوزکاران قرار بگیره هدف مشروع ما خواهد بود.
Եվ մենք սկզբանե հայտարարել էինք, որ ցանկացած հնարավորություն, ինչպես նաև ցանկացած ռազմաբազա, որը որ կօգտագործի այս հարձակման ժամանակ մեր դեմ, լինեն դրանք թե ճանաչողական բնույթի, թե ռադարների, որոնք որ կօգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի շրջանակներում, կդառնան թիրախ մեր հակահարվածի։ جمهوری اسلامی ایران در پاسخ به این تجاوز وحشیانه عملات موشکی رو به سرزمین‌های اشغالی داشته از دیروز تا به امروز همچنان ادامه داشته Եվ նաև հայտնել ենք, որ այդ թիրախները կդառնան Իրանի լեգիտիմ հակահարվածի թիրախը եւ այս ագրեսիայի առաջին իսկ օրերից սկսած արդեն Իրանը պատասխան հակահարվածներ է իրականացրել օկուպացված տարածքների դեմ։ و پایگاه آمریکا هم از پایگاه‌های تجهیزاتی، پایگاه‌های پشتیبانی و پایگاه‌های عملیاتی در کشورهای منطقه هدف قرار گرفته. Եվ այս գործողությունները նաև իհարկե ուղղվել են դեպի ամերիկյանային ռազմաբազաները, ովքեր որպես թիկունք, ինչպես նաև ովքեր որ տեխնիկական տեսանկյունից աջակցել են այս ռազմական ագրեսիային։ ما این رو حمله به کشورهای همسایه خودمون تلقی نمی‌کنیم. حمله به پایگاه‌ها و امکانات امریکا هست که تحت حاکمیت و تحت مدیریت امریکا در خاک کشورهای همسایه ما مستقر. Մենք սա չենք համարում մեր հարևանների դեմ իրականացրած մեր գործողությունները, այլ սրանք այս քայլերն ուղղված էին մեր հարևան երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին եւ այն հնարավորություններին, որոնք որ օգտագործվում էին ամերիկյան ինքնիշխանության շրջանակներում Իրանի դեմ։ امریکا از 10,000 مایل اونورتر پا شده اومده در منطقه ما به کشور ما تجاوز کرده از امکانات کشورهای منطقه ما و پایگاه‌ها برای این حمله تجاوزکارانه استفاده کرده بنابراین پایگاه‌های اینها در منطقه هدف مشروع جمهوری اسلامی ایران است Ամերիկան հազարավոր մղոններ անդին որոշում է հարձակում իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ օգտագործելով Իրանի հարևան երկրներում իր ունեցած հնարավորությունները եւ այս ագրեսիայի շրջանակներում Իրանը ունի լեգիտիմ իրավունք համապատասխան քայլերը ձեռնարկելու հարցում